Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի հարգելի փոխխոսնակ, ամեն անգամ ազգային ժողովի ամբիոնին մոտենալուց մանավանդ կատարողականների քննարկման ժամանակ այն ընթացքում, երբ որ մեր ընդդիմադիր գործիչները հնարավորություն են ունենում 10 րոպեանոց ելույթներ ունենալ, ես անկեղծ ասած հակասական զգացումներ եմ ունենում։ Մի կողմից մտածում եմ, որ շատ ասելիք կա, մյուս կողմից մտածում եմ, որ ասելիք չկա, որովհետև ինչ էլ բերես հակափաստարկ խոսես փաստերով մեր ընդդիմադիր գործիչների հետ, միևնույն է նրանք մանիպուլյացիայով, ստով, կեղծիքով, ամբողջովին իրականությունից կտրված տեքստերով հեղեղում են այս ամբիոնը։ Չնայած այս հանգամանքին հետո հիշում եմ, որ մեր զրույցը այս ամբիոնից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ է, այլ ոչ թե մարդկանց, ովքեր որ պատրաստ են սեփական քաղաքական դիվիդենտների համար գնալ ամենաանհավանական մանիպուլատիվ սցենարներով։ Եվ հետևաբար, ինչքան էլ դուք այստեղից նշեք, որ դուք հոգնել եք այն փաստից, որ մենք ճանապարհներ ենք կառուցում, ես պետք է նշեմ, որ 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունում կառուցվել է շուրջ 503 կիլոմետր ճանապարհ, միայն պետբյուջեի միջոցներով։ Ավելի քան 200 կիլոմետր ճանապարհ վերակառուցվել է սուբվենցիաներով։ 2023 թվականին 501 կիլոմետր ճանապարհ, 2022-ին 301 կիլոմետր ճանապարհ պետբյուջեով է կառուցվել 154 սուբվենցիայով, 2021-ին 386 կիլոմետր, 20-ին 388, 2019 թվականին 330 և 110, 2019 թվականին կառուցվել է միայն այնքան ճանապարհ, ինչքան դուք ձեր կառավարման 5-6 տարիների ընթացքում։ Հարգելի գործընկերներ, ես կուզեի խոսել մի թեմայի մասին, որը փաստացի երբեմն այդքան էլ չի կարևորվում։ Դա Հայաստանի Հանրապետության կառավարության ոռոգման համակարգերին վերաբերվող ծրագիրն է։ Ոռոգման այն համակարգերին, ես վստահ եմ, այն ինչ որ ես հիմա կասեմ, դուք բոլորդ գոնե միտեղ առնչվել եք դրան։ Ոռոգման այն համակարգերին, որը Խորհրդային Միությունից մնացած բազմաթիվ հատվածներում տարբեր գեներալների, պաշտոնյաների, նախագահների հետ առնչվող մարդիկ հանել են այդ խողովակները ու ծախել են։ Դուք ոռոգման համակարգեր ծախած, խողովակներ ծախած իշխանության ներկայացուցիչներ, սա փաստ է։ Եվ պոեզի գծերից սկսած, այն այտենց հատվածներ կա, որ գնում ես, դե Հայաստանի Հանրապետության երկաթուղային ցանցը ինքը մեղմ ասած այդքան էլ ամբողջական չի, բայց հատվածներ կա, որ գնում ես, մեկ էլ տեսնում ես, այս պոեզի ռելսերը պրծան։ Այդտեղ գյուղացիներին կամ ինչ-որ մարդկանց, որ հարցնում ես, հիմնականում ավելի ավագ սերնդի, ասում են, բա չիմացար, 2000 ասենք, եսին որ թվականին, այս ինչ պաշտոնյայի հարազատը կամ այս ինչ պաշտոնյան կտրեց այս ռելսերը, տարավ ծախեց, այդ ոռոգման համակարգերի, նաև այդ խողովակների շրջանակում։ Մենք սրա մասին չենք խոսել, բայց սա էլ է իրականություն։ Եվ հետևաբար, 2024 թվականին ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի մասով կառուցվել և վերակառուցվել է շուրջ 6.38 միլիարդ դրամի ջրագիծ։ Շուրջ ավելի քան 385 կիլոմետր, իսկ ոռոգման համակարգերի մասով 5.14 միլիարդ դրամ, 130 կիլոմետր։ Թոշակների մասով 6 տարվա կտրվածքով կանանց, թոշակառու կանանց
տոկոսային հարաբերությամբ թոշակը ավելացել է 24.6%-ով, իսկ տղամարդկանցը 19%-ով։ Ջրամբարների մասով, հարգելի գործընկերներ, ես չեմ կարող ասել, որ այստեղ ամբողջությամբ այնպես է, ինչպես մենք նախատեսել էինք եւ այլն, բայց այսօր կատարվել է Հայաստանի Հանրապետության ջրամբարաշինության մեջ ամենախոշորագույն քայլը, քայլ, որը էլի խորհրդային տարիներից տենց գալիս է, Վեդիի ջրամբարի մասին է խոսքը։ Եվ Վեդիի ջրամբարի կառուցումը եւ այդ պատասխանատվությունը ստանձնել է մեր իշխանությունը եւ դա արդեն իրականություն է։ Պայմանագրի արժեքը, եթե չեմ սխալվում, $90 միլիոն։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, բոլորդ կհիշեք, որ այսպիսի մի ծրագիր կա Հայաստանի Հանրապետությունում, որը տասնյակ տարիներով արդեն գնում է, կոչվում է Հյուսիս-Հարավ։ Ես ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել, որ Հյուսիս-Հարավը մեկնարկեց, եթե չեմ սխալվում, քննարկումների 2009 թվականից շատ մեծ շուկով եւ այլն ամեն օր հոդվածներով, ռեպորտաժներով, իսկ բուն շինարարությունը նախընտրական փուլում 2012 թվականին։ Ինչ որ բաներ 2012 թվականին։ Այս դալիճում նստած մարդիկ Հյուսիս-Հարավը եւ կառավարության շենքում նստած մարդիկ Հյուսիս-Հարավը մաս բաժանել էին իրար մեջ։ Մաս բաժանել էին իրար մեջ։ Եվ այդ ծրագրի ավարտը նախատեսվում էր մինչև 2019 թվականը։ Իսկ գուշակեք, հարգելի գործընկերներ, մինչև 2018 թվականը քանի տոկոսն է կառուցված այդ ճանապարհի։ 5.6%-ը եւ մի հատված, որը Երևանից աշտարակ ճանապարհի բետոնն էր, որը մարդիկ իրենց սեփական բետոնուզելներով կազմակերպել էին, էլի մեծ շուկով, օրը 46 անգամ ցույց էին տալիս իրենց սեփական հեռուստաալիքներով եւ սրանով ավարտվել էր Հյուսիս-Հարավի կառուցման աշխատանքները։ Մնացած ժամանակ արդեն չէին կարողանում կիսել, թե որ կտորը ով պետք է կառուցի, ինչ քաղաքական պայմանավորվածության արդյունքում եւ այլն։ Մեզ միշտ համոզել են, որ շատ, գիտեք, մենք շատ բան չենք կարող, այս չենք կարող, այն չենք կարող, մեր փոխարեն ամեն ինչ պետք է անեն։ Բայց ուզում եմ հիշեցնել նաև, որ հիմա ընթացքի մեջ է Հյուսիս-Հարավի երևի ամենաբարդ կտորներից մեկը, որտեղ որ թունելներ են, բարդագույն ռելիեֆ է եւ այլն, պայմանագրի արժեքը 214 միլիոն եվրո, եթե չեմ սխալվում, եւ այս շինարարական աշխատանքները բուրըն ընթացքի մեջ են եւ հստակ է, որ ծրագիրը հասվելու է ավարտին։ Մեր ու ձեր տարբերությունը կարելի է պրոյեկտել շատ բաների, ծրագրերի հետ կապված, բայց մեր տարբերությունը ձեր հետ էն է, որ այս ծրագրերը առաջ են գնում եւ այս ծրագրերը չեն դառնում քաղաքական տարբեր պայմանավորվածությունների, մատաղ չեն լինում այդ պայմանավորվածությունների արդյունքում։ Սիրելի հայրենակիցներ, կարելի է անընդհատ շարունակել այս ընդդիմության կողմից առաջ քաշվող կեղծ թեզերի ջախջախման process-ը, այդ աղիողորմ, լալահառաչ, ողբալի ձայնով այստեղ ինչ-որ բաներ ներկայացնելու գործընթացը շատ հեշտ է իրականում ջախջախել փաստերով, բայց պատասխանատվության եւ քաղաքական պատասխանատվության եւ խոսքի արժեքի գնահատման առումով նաեւ ես շատ եմ կարեւորում, որ մենք խոսենք նաև մեր իրականացրած ծրագրերից եւ ինչի՞ չէ բացթողումներից, ձախողումներից եւ դա էլ քաղաքական յուրատեսակ պատասխանատվություն է, որ մենք ընդունում ենք, որ ինչ որ բաներ այնպես չի ստացվել, որ պլանավորել ենք։ Եվ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր գործընկերներին իրենց ջանքերի եւ ներդրած ավանդի համար, շնորհակալություն ուշադրության համար։